երբ որ մարդիկ ապրում են մեկ հարկի տակ, ընդլայնված ընտանիքներով եւ այդ հարս կեսուր տեքր հարաբերությունների մեջ վերջում մի հատ մեծ ռումբ է պայթում եւ այս արդեն բոլոր կամուրջները այրված, ամենավերջին խոսքը իրար ասված եւ նորից երբ որ մենք հետ ենք գնում վերլուծելով պատմությունը հասկանում ենք որ դեռ շատ վաղուց եղել են այդ կարմիր դրոշակները, վառվել են այդ կարմիր լույսերը, ահա զանգը, որ պետք է ինչ-որ տեղ ստոպ արվի, պետք է փրկել իրավիճակը, պետք է ինչ-որ բան մտածել կանխարգելելու համար այդ հետագա մեծ պայթյունը, որը իր հետ բերում եւ այրում է, ոչնչացնում է կարծես եղած ամեն ինչը։ Եվ հարցնում ես, լավ, ինչու չեք կանխել, ինչու ուշադրություն չեք դարձրել, ինչու այսինչ տեղը, այսինչ բանը չեք արել, որպեսզի չգայիք հասնեիք այսինչ կետին։ Անձը ասում է, որ դե ապրում էինք, էլի, դե մտածում էինք, որ նորմալ է, էլի, դե ապրում ենք, մի օր սենց, մի օր նենց ժողովուրդ։ Ցանկացած հարաբերության մեջ դա կլինի նախամուսնական, դա կլինի ընտանեկան, դա կլինի երեխայի հետ կապված հարաբերություններ, դա կլինի ֆինանսական հարցեր, տնտեսություն վարել, ցանկացած հարաբերության մեջ միշտ կան այդ կարմիր դրոշակները, որոնց պարզապես մենք պետք է նկատենք։ Նկատենք, որ այս խնդիրը հետագայում բերելու է շատ ավելի մեծ խնդրի, շատ ավելի լուրջ խնդրի։ Եթե ես հիմա այս մոլախոտը չպոկեմ, եթե ես հիմա այս խնդիրը չկանխարգելեմ, սա հետագայում ինձ համար դառնալու է անդառնալի մեծ կորուստ պատճառող հարց։ Արդեն որ հնարավոր չի լինելու փրկել։ Նույն խնդրում եմ, լուրջի առեք ձեր հարաբերությունների մեջ, ձեր կյանքի տարբեր ոլորտներում լուրջի առեք այդ կարմիր դրոշակները։ Մի պահ կանգ առեք եւ ուշադրություն դարձրեք։ Ինչպիսին է ձեր եւ ձեր ամուսնու հարաբերությունները։ Արդյոք ձեր ամուսինը ձեր նկատմամբ, չգիտեմ, ունի շատ գաղտնիքներ, կոդեր, կոդ նոթբուքին, կոդ Facebook-ին, կոդ հեռախոսին, արդյոք շատ են այդ անհասկանալի նամակները, անհասկանալի ծախսված գումարները, զգում եք այդ ամենը, կանգ առեք, լուրջի առեք, վերլուծեք ձեր հարաբերությունները, մանրամասն, դետալ, փորձեք ձեր վարքը վերլուծել, այ ես ինչ բաց թողում ունեմ, գուցե ավելի նրբանկատ պիտի լինեմ, գուցե ավելի խիստ պետք է լինեմ, գուցե ավելի սկզբունքային պետք է լինեմ, ամփոփելով ձեր կյանքը, ձեր հարաբերությունները, ձեր սիրտը մի գեղեցիկ պարտեզ է, որի համար ամեն օրվա խնամք է պահանջվում։ Եթե մենք ուզում ենք լավ սերմ ունենալ, լավ պտուղ ունենալ, լավ բերք ունենալ, մենք պետք է ամեն օր հոգ տանենք, մոլախոտերը պոկենք, լավ սերմերի համար հոգ տանենք, հողը պարարտեցնենք, ջրենք եւ հետեւողական լինենք։ Դարպաս ունենանք, պարիսպ ունենանք, սյուներ ունենանք, սահմաններ ունենանք, որ մեկը չկարողանա գա եւ մեր այգին տրորի, պոկի, փչացնի ու գնամ։ Այս նյութը նկարել եմ ձեր համար, ընկերներ, որովհետեւ թերապևտիկ դաշտում անverջ եւ անverջ իմ ներսում զգում եմ զայրույթ, հասկանալով, որ մարդիկ դեռ վաղուց տեսել են այս խնդիրները եւ ոչինչ չեն արել։ Այնպես որ հրավիրում եմ ընկերներ, որ մենք այսօր վերցնենք մեզ համար արժևորման մի շաբաթ եւ սկսենք արժևորել մեր կյանքի հարաբերությունները, մեր տարբեր դերերը, փորձենք հասկանալ, որ ոլորտում, որ հատվածում, որ կողմում կան խնդիրներ, կան կարմիր դրոշակներ, կարմիր լույսեր, ահազանգող, կարմիր լույսեր, որոնց վրա պետք է կանգ առնենք, լուծենք այդ խնդիրը, չեզոքացնենք այդ հարցը, նոր շարժվենք առաջ։ Շնորհակալություն, ցտեսություն։